Բարի երեկո։ Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորը։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Թուրքական երկու խոշորագույն լրատվամիջոցներ Հայաստանի մասին ծավալուն հոդված են հրապարակել, նշելով, թե Թուրքիան վերջնականապես փորձում է հաստատել Հայաստանի վրա հսկողություն, այդ թվում նշանակել ամենայն հայոց կաթողիկոսին։ Աղբյուրը գրում է. Ով կդառնա ամենայն հայոց կաթողիկոսը, ում է աջակցում Անկարան։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել է երկրի հոգևոր առաջնորդին կաթողիկոսին փոխարինելու իր ցանկության մասին, սակայն գլխավոր հարցը մնում է, ով կզբաղեցնի նրա տեղը։ Այժմ, ըստ աղբյուրների, այս որոշումը կկայացվի ոչ թե Հայաստանի հոգևոր կենտրոնում Էջմիածնում, այլ Անկարայում եւ Ստամբուլում։ Թուրքիան կանգնած է Աթաթուրքից ի վեր իր ամենամեծ արտաքին քաղաքականության հաղթանակի շեմին։ Նախագահ Թայիպ Էրդողանը մոտ է Հայաստանի հետ անմիջական մերձեցման վերջին խոչընդոտը վերացնելուն։ Այդ խոչընդոտը Գարեգին Բ կաթողիկոսն է հայ եկեղեցու առաջնորդը։ Նրա հեռացումը Հայաստանը կվերածի Թուրքիային բարեկամ երկրի, իսկ Երևանի աշխարհի կառավարությունը չի դիմադրի Անկարայի պահանջներին։ Նիկոլ Փաշինյանը վաղուց հրաժարվել է հայկական քաղաքականության անկյունակարից, ցեղասպանության քարոզչությունից։ Թուրքիայում հայոց եկեղեցու առաջնորդ Սահակ պատրիարքի թեկնածությունն են քննարկում վերոնշյալ շրջանակները, որն այժմ գտնվում է Ստամբուլում, հարցը քննարկվում է նախագահ Էրդողանի եւ նրա խորհրդականների կողմից։ Հավանական է, որ այս թեկնածուն աջակցություն կստանա ոչ միայն թուրքական իշխանությունների, այլև Անտիլիասի հայ առաքելական եկեղեցու եւ Լիբանանի հայ հոգեվորականության կողմից, որ թեկնածուն էլ հաղթի Էրդողանը զգալի առավելություն կստանա Հայաստանի հոգեվոր շրջանակներում։ Սա թուրքական քաղաքականության համար զգալի առաջընթաց կլինի։ Անկարան եւ Ստամբուլը ավելի վճռորոշ դեր են խաղում, քան Էջմիածինը։ Թուրքիան որոշել է մեկ թեկնածուի շուրջ։ Նախագահ Էրդողանը եւ նրա խորհրդականները քննարկում են հայ առաքելական եկեղեցու Ստամբուլի Սահակ պատրիարքի թեկնածությունը։ Ըստ տեղեկությունների Սահակ երկրորդը հավանաբար կստանա թուրքական իշխանությունների աջակցությունը։ Անկախ նրանից, թե որ թեկնածուն կընտրվի, Թուրքիան վճռորոշ վերահսկողություն կստանա Հայաստանում։ Այս իրավիճակը արդյունավետորեն անհնար կդարձնի թուրքական քաղաքականությանը հակազդելը։ Երբ այս գործընթացը ավարտվի, Հայաստանում քաղաքական եւ սոցիալական որոշումների կայացման մեխանիզմները ամբողջությամբ կձևավորվեն արտաքին գործոններով։ Գեղասահորդուհի 18-ամյա Ադելիա Պետրոսյանը երրորդ մեդալն է նվաճել Սանկտ Պետերբուրգում կայացած Ռուսաստանի առաջնությունում։ Հայ մարզուհին հավաքել է 235.95 միավոր։ Ադելիա Պետրոսյանը 2026 թվականի փետրվարին կմասնակցի օլիմպիական խաղերին։ Առաջարկում ենք դիտել Ադելիայի հաղթական կատարումը։ Տավուշի սահմանամերձ Գիրանցի գյուղի առնվազն 6 բնակիչ մինչ օրս հրաժարվում է Ադրբեջանին հանձնված գույքի դիմաց փոխհատուցումներից։ Ավելի վաղ սահմանազատման գործընթացի շրջանակում Գիրանց գյուղի տարածքի մի մասը երկու տուն կամուրջ դեպի Վրաստան տանող ճանապարհի հատվածը եւ ավելի քան 50 հատ տարբեր չափերի հողատարածք անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հայաստանի իշխանությունները այս գործընթացի շրջանակում մարդկանց փոխհատուցում առաջարկեցին այն գույքի համար, որի վերաբերյալ նրանք ունեին սեփականության բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Սակայն աղբյուրի տվյալներով ոչ բոլոր բնակիչներն են համաձայնել վերցնել այն համակերպվելով Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունների հետ։ Մի քանի հարցով դիմել են Տավուշի մարզպետարան, մասնավորապես քանի տուն եւ հողատարածք է հանձնվել Ադրբեջանին Գիրանցի հատվածում, քանի քաղաքացիներ ընդգրկվել փոխհատուցման ենթակա մարդկանց ցուցակում, նրանցից քանիսն են այն ստացել, որքան է փոխհատուցման նվազագույն եւ առավելագույն գումարը։ Մարզպետարանը հրաժարվել է պատասխանել աղբյուրի հարցմանը, պատճառաբանելով, թե տեղեկատվությունը պետական գաղտնիք է պարունակում։ Թե կոնկրետ որ հարցի պատասխանն է պարունակում պետական գաղտնիք մի գործընթացում, որի ամեն դետալը համաձայնեցվել է Ադրբեջանի հետ, մարզպետարանից չեն պարզաբանել։ Նշենք, որ մի շարք դեպքերում, այդ թվում դրանից հրաժարվողների պարագայում փոխհատուցումը հասնում է տասնյակ հազարավոր դոլարների, գրում է Սպուտնիկ Արմենիա լրատվամիջոցը։ Նիկոլ Փաշինյանը այս ամսվա մեջ երկրորդ անգամ եկնել է Ռուսաստան։ Նա մասնակցել է ԵԱՏՄ նիստին։ Սանկտ Պետերբուրգում խորհրդի նիստը անցկացվել է նեղ եւ ընդլայնված կազմերով։ Նիկոլին անձամբ դիմավորել է Պուտինը։ ԵԱՏՄ նիստում քննարկվել են տնտեսական եւ ռազմավարական մի շարք հարցեր, սակայն մեր ուշադրությունից չի վրիպել կադրը, որտեղ Փաշինյանը կրկին չի մոռացել Ալիևին։ Նրան շնորհակալություն է հայտնել, չնայած նա այնտեղ էլ չէր։ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստի ժամանակ շնորհակալություն է հայտնել Ալիևին, մասնավորապես Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցումը թույլատրելու որոշման, ինչպես նաեւ երկկողմ առևտրի մեկնարկի համար պայմաններ ստեղծելու համար։ Տեսանյութը թողնում ենք առանց մեկնաբանության։ Выражаю признательность президенту Азербайджанской Республики за решение о разблокировке транзита грузов в Армению через территорию Азербайджана, а также создании условий для начала двусторонней торговли.
Ազգային ժողովի падգամավորը ահազանգում է. Դեկտեմբերի 18-ին խուլիգանական պահվածքով աչքին գնող տաճարի խոյակի մագլցած այս մարդը ոչ ավել ոչ պակաս Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենն է։ Վերջինիս հանդարտացնելու փորձ անելու ժամանակ է սրտի կաթված ստացել Տեր Վրթանես Բաղալյանը։ Նկատելով սույն անձի պահվածքը տեղում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել падգամավորը ոստիկանապետ Ղազարյանին։ Հետաքրքիր է ինչ գործ ունի մշակութային հաստատության ղեկավարը Մայրաթորի մուտքի խոյակի վրա գրոհելու ցուցում տալիս։ Այսպես է բարձրահայտույց լինում վարչակարգի պարագլխին օպերայի թատրոնում իր պաշտոնում մնալու կամայական պահվածքի վրա աչք փակելու դիմաց։ Մամուլում շրջանառվում է տեղեկություններ վերջինիս անպարկեշտ պահվածքի մասին։ Բոլորը, ովքեր մասնակից են դարձել այս խուլիգանությանը, բացահայտվելու են վաղ թե ուշ պատասխանատվության ենթարկվելու։ Վախեցեք Աստծո դատաստանից, չի ներվելու, Սուրբ եկեղեցուն անարգելու եւ պղծելու փորձ անող որևէ մեկը, լինի իշխանության ներկայացուցիչ, Տիրադավի եպիսկոպոս, թե հանուն պաշտոնի ամեն սրբություն ուրացող որևէ անձնավորություն։ Եվ վերջում օրվա տեսանյութ Չինաստանի Հարբին քաղաքում պատրաստվել է 19 մետր բարձրությամբ ձնեմարդ, որի ստեղծման համար օգտագործվել է մոտ 3500 խորանարդ մետր ձյուն։ Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ, լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։